Civilnet այժմ գտնվում է Սյունիքի մարզի տեղ խոշորացված համայնքի խնածախ բնակավայրում։ Այստեղ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ, վնասելով բնակելի տուն։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Այժմ մենք գտնվում ենք հենց այդ տան մոտ եւ փորձենք զրուցել տան անդամների հետ, պարզելու ինչպես են արձագանքել հակառակորդի թիրախավորմանը եւ ինչ լուծումներ են գտնում այս իրավիճակից դուրս գալու համար։ Ինչ անենք։ Ստեղ ծնվել եմ, ստեղ էլ ապրելու եմ, ոչ վախում եմ, ոչ բան եմ անում, թոթորք ինձանավախ։ Ընդհանուր թիրախավորված կրակ ա եղել դեպի խաղաղ բնակության վրա, որը մեկը բաժին ա հասել մեզ։ Ինչ վերաբերում է լքելուն, մենք կոտրվող նմանությունեցին կոտրվող մարդ տեսակ չէ, իսկ ինչ վերաբերում այն բնակավարում, ինչքան էլ ուզեն կրակեն, տեղս էլ գիտեն, ես էլ ստեղ եմ։ Այդ է կրակում անեն, իմը կլտներին են կրակում։ Նոր չեն կրակում, 7 օր կրակում են, կարծես թե ինչ-որ նույն բանա ժողովրդի մոտ բնական կրակում են, բայց եթե այս վերջի կրակոցը, որ պատուհան աջարդել, մի քիչ ժողովուրդ արդեն կարծես է ստրեսի մեջ են, ասում են վաղն են մեզ են կրակելու։ Ընդհանուր այս բան վիճակ չկա, բայց դե մարդիկ են էլի մտածում են, երեխեք են, հիմնականում երեխեք են, դպրոցը գործում է, դպրոցը պոստը ուղղակի նայում է դեպի դպրոց։ Չես կարող իմանալ պատուհանով կրակեն, թե հայաթում կրակեն, բայց հիմնականում կրակում են։ Բայց գիշերներն են կրակում, ցերեկը կրակոցներ չի լինում։ 10 անցքից սկսում են, մինչև առավոտվա 6-ը կրակում են։ Ամեն գիշեր շատ ոտ վիճակ անում, ամբողջ գիշեր կրակում են։ Չեն գնանք ուր ասում է, գնանք ուր, որտեղ գնանք, բամ տունակ սարքել ամեն ինչով ապրում ենք ստեղ, թոյքանք շտեղ։ Ձայները լսում ենք շատ ուժեղ։ Ոչ մեկն էլ չեն լքում։ Երեխաներից բռնած բոլորն էլ են դպրոցում իրանց համար, անկապարտեզում, ամեն մարդ իր գործին։ Լարված ենք, այդ հենց է, բայց բոլոր դեպքերում էլի մենք ավելի ամուր ենք, քան նրանք։ Ահա, էդ է, մեր կյանքը հենց է։